Ողջույն, շարունակում ենք մեր նախագիծը նվիրված Հայաստանի Հանրապետությունում խուլ անձանց կյանքին, մշակույթին և կարիքներին։ Այսօր կխոսենք խուլերի մշակույթի և շփման առանձնահատկությունների մասին։ Խուլ մարդիկ ունեն ձևավորված համայնք, սեփական արժեքային համակարգով, վարքային նորմերով, մայրենի ժեստերի լեզվով և մշակութային ինքնությամբ։ Խուլ տերմինը ոլորտում ընդունված և հպարտությամբ կիրառվող բառ է։ Միևնույն ժամանակ խուլ մարդը համր չէ։ Ժեստերի լեզուն լիարժեք ձևավորված լեզու է, գրագետ, արտահայտիչ և ամբողջական մտքի փոխանցման հնարավորություն ապահովող։ Խուլերի մշակույթ մուտք գործելու պարտադիր պայմանը ժեստերի լեզվին տիրապետելն է։ Սակայն խուլ անձանցից շատերը կարող են չտիրապետել ժեստերի լեզվին, կախված ընտանեկան, կրթական կամ սոցիալական պայմաններից։ Մշակույթի կրող կարող են լինել ոչ միայն խուլ անձինք, այլև նրանց ընտանիքի անդամները, ժեստերի լեզվի թարգմանիչները, ոլորտի անդամ կարող են լինել նաև այն լսող մարդիկ, ովքեր արժանանում են խուլ համայնքի ընդունելությանը։ Խուլ անձանց հետ շփման համար կարևոր է իմանալ մի քանի էթիկական նորմ ու կանոն։ Խոսեք նայելով զրուցակցի աչքերին։ Խոսեք պարզ, դանդաղ և շուրթերի հստակ շարժով։ Ժեստերի լեզվով խոսելիս շարժումները պետք է լինեն պարզ և հստակ։ Չի կարելի գոռալ կամ խոսել ձայնի ուժեղացմամբ։ Չի կարելի փակել բերանի և աչքերի հատվածը։ Դիմախաղը ժեստերի լեզվի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Չի կարելի խուլ մարդուն անվանել համր։ Պետք է հարգել խուլ մարդկանց ինքնությունը և երբեք չծաղրել ժեստերի լեզուն կամ նրանց հաղորդակցության ձևերը։ Հայաստանում, բարձրացնելով իրազեկվածությունը այս կանոնների շուրջ և խրախուսելով հավասար շփում խուլ և լսող անձանց միջև, մենք խթանում ենք ներառականություն։ Սա նպաստում է նրան, որ շատ մարդիկ կարողանան ապրել ավելի լիարժեք, արժանապատիվ և հասարակության լիիրավ անդամի կարգավիճակով։